Զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ եւ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթներ կլինեն սեպտեմբերի 21-ին անկախության օրվա առթիվ։ Դրանք կանցկացվեն Երևանի Հանրապետության եւ Ազատության հրապարակներում։ Միջոցառման ընթացքում կենտրոնական մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։ Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։ Լուրը հայտնել է զինվորի հայրը Արտակ Հովհաննիսյանը։ Տուն-թանգարանը Վարշավյան փողոց 15 հասցեում է։ Այցելության օրերը երեքշաբթիից շաբաթ են, ժամը 11:00-ից 18:00։ Ներքին գործերի նախարարությունն այսուհետև արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր կկիրառի։ Դրանց կիրառման հատուկ դասընթացներ անցած ներքին գործերի նախարարության ծառայողները տեսական ու գործնական քննություններ են հանձնել անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածման համար։ Անօդաչու թռչող սարքերը արհեստական բանականության շնորհիվ կարող են օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը եւ կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ Այս ԱԹՍ-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացիներին իրազեկելու հնարավորություն։ Լոլիկ աճեցնողները մտահոգ են, բերքն առատ է, իրացնել չեն կարողանում։ Հնարավոր խնդիրները լուծելու համար գործադիրը մշակել ու արդեն գործարկել է պետական աջակցության նոր ծրագիր։ Կառավարությունը վերամշակող ընկերություններին առաջարկում է նախապես պլանավորված մթերքի ծավալները վերանայել եւ 2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց սուբսիդավորում ստանալ։ Մթերվող լոլիկի գինը պետք է պակաս չլինի 40 դրամից։ Կիբերհարձակման զոհ է դարձել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հայտնել է, որ անընդհատ հարձակման փորձ է արվել իր էլեկտրոնային հասցեի վրա։ Մարտին Գալստյանը քաղաքացիներին եւս մեկ անգամ հորդորել է անձնական տվյալները չտրամադրել երրորդ անձանց։ Գալստյանը հայտնել է, որ իր հաշիվների վրա զեղծարարների փորձերն անհաջող են եղել։ Զեղծարարները հարձակումներ էին գործել նաեւ քաղաքացիների բանկային հաշիվների վրա։ Շատերի անունով վարկեր էին ձևակերպվել, ինչի մասին նրանք տեղյակ էլ չեն եղել։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը ու 5 միլիոն դրամ գրավ կիրառել։ Վարդան Ղուկասյանի դեմ գործը վերաբերում է Գյումրիի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարմանը։ Ազատ գյուղի Զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռն է եղել։ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ կրտսեր սերժանտին դատապարտել է 3 տարի ազատազրկման։ Նա 2023 թվականի հունվարի 18-ից 19-ին ընդգրկված է եղել վաշտի վերակարգում եւ որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Ազատ գյուղում գտնվող Զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում։ Կացարանում գտնվող պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, չեն կարողացել մարել հրդեհը եւ մահացել են, իսկ 3-ը ստացել տարբեր աստիճանի այրվածքներ։ Վարույթը դատաքննության փուլում է։ Լուսակերտի լքված շենքերից մեկում ըստ լրատվամիջոցների քաղաքացու են ծեծել։ Նա ըստ տեղեկությունների մինչև այդ գնացել է կադաստրի կոմիտե իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով։ Վրդոված ամուսինը զանգահարել է կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց նրա ընտանիքի պնդմամբ Արթուր անունով քաղաքացուն առևանգել են եւ դաժանաբար ծեծել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ։ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությամբ մարդուն առևանգելը հոդվածով։ Կատարվում է նախաքննություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։